Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավատորմ է շարժվում դեպի Իրան, սակայն հույս ունի, որ ստիպված չի լինի օգտագործել այն։ Մենք շատ նավեր ունենք այդ ուղղությամբ գնացող, ամեն դեպքում ես կնախընտրեի ոչինչ չտեսնել, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրան, Դավոսից վերադառնալիս ասել է Թրամփը։ ԱՄՆ պաշտոնյաները անանուն մնալու պայմանով Reuters-ին փոխանցել են, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն USS Abraham Lincoln ավիակիրը եւ մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ։ Ռազմանավերը տարածաշրջանից սկսեցին շարժվել նախորդ շաբաթ։ Իրանում բողոքի ցույցերի ֆոնին Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը կտրուկ սրվել է։ ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել է Իրանին, ասել, որ այդ երկիրը մեծ խնդրի մեջ է ընկել։ Թրամփը պնդել է, որ իր սպառնալիքներից հետո Իրանը չեղարկել է գրեթե 840 կախաղան հանելու դատավճիռ։ Իրանին հարվածելը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Իսրայելի պաշտպանության բանակը լիովին ավարտել է նախապատրաստական աշխատանքները, աջակցելու ԱՄՆ-ի հնարավոր օդային ու կիբեր հարվածներին Իսլամական Հանրապետության ուղղությամբ։ Միջերկրական եւ արաբական ծովերում, ինչպես նաև տարածաշրջանի բազաներում ամերիկյան զինուժի կուտակումը գրեթե ավարտված է։ Հարձակման հրամանը կարող է տրվել ցանկացած րոպեի, հայտնում է The Times of Israel պարբերականը։ Իրանում բողոքի ցույցերը բռնկվեցին դեկտեմբերի 28-ին տնտեսական ծանր պայմանների, այդ թվում արժույթի փլուզման պատճառով, սակայն վերածվեցին ռեժիմի դեմ ցույցերի, որոնց դիմադրեցին մահացու ուժով։ ԱՄՆ-ում գործող իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ մինչև այժմ հաստատվել է ցույցերի ժամանակ 4519 մահվան դեպք։ Իրանցի պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ կիրակի օրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը գերազանցում է 5000-ը, նրանց թվում նաև անվտանգության ուժերի 500 անդամ։ Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շաբաթներ տևած ցույցերի համար։ Եվ այժմ զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Ողջույն, պարոն Պետրոսյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, նախ սկսենք խաղաղության խորհրդից, ինչպես նշեցի, Հայաստանը եւ Ադրբեջանը եւս դրա մաս են կազմում, ընդհանուր առմամբ, նաեւ մեջբերեցի պարբերականներ, ովքեր հղում անելով եվրոպական քաղաքական առաջնորդներին, ասում են, որ նրանք որոշակի վերապահումներ ունեն այս խորհրդի, նրա կանոնադրության, ծրագրերի, աշխատանքի մասով եւ այլն։ Ինչ առասարակ է խաղաղության խորհուրդը իրենից ներկայացնում, ինչպես է ազդելու այլ հակամարտությունների կարգավորման վրա, Հայաստանը եւ Ադրբեջանը ինչ դերակատարում ունեն ընդհանրապես այս խորհրդում, հա։ Շնորհակալ եմ։ Իմ գնահատմամբ տեսեք, խաղաղության խորհուրդը այնուամենայնիվ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի եւ անձամբ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն է իր կողմից իրականացվող գործընթացներին, հատկապես միտված տարբեր տարածաշրջաններում տարբեր խնդիրների հետ կապված ուրեմն ինչ-որ կարգավորումներ կամ լուծումներ գտնելու առումով ավելի լայն այսպես միջազգային համախոհության ապահովումը, շատ լավ հասկանալով, որ այս պահին ՄԱԿ-ը եւ Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի, որին վերապահված է հենց այդ գործառույթները իրականացնել, մեծ հաշվով անգործության են մատնված, հասկանալով ուրեմն միջազգային իրավակարգի այն ճգնաժամը, որում տևական ժամանակ գտնվում է աշխարհում, որում նույն Անվտանգության խորհուրդը ինքը վերջին տարիների ընթացքում միակ այսպես լուծումը, որ որոշումը բանաձևը, որ ընդունել է, չասենք միաձայնությամբ, բայց դրա դեմ վետո չի կիրառվել, դա էլի Միացյալ Նահանգների կողմից ուրեմն գազային հրադադարի հաստատման վերաբերյալ այդ բանաձևի ընդունումն էր, այսինքն էլի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Որպեսզի process-ը այդքան չերկարանա, ձևավորում է այսպիսի մի այլընտրանքային կառույց, որը Միացյալ Նահանգների նախագահը փաստացի օգտագործելու է իր կողմից տարբեր գործողություններ իրականացնելու համար եւ այդ խորհրդի միջոցով նրա անդամ երկրների միջոցով փորձել է փաստացի ստանալ ուրեմն ավելի լայն համախոհություն ուրեմն այդ լուծվելիք խնդիրների հետ կապված։ Այնպես որ իմ գնահատմամբ այսինքն եթե ամփոփելով նշեմ, ժամանակավորապես ուրեմն եղած խնդիրները լուծելու համար որևէ այսպես համախոհության
ինստիտուտ ձևավորելուն մինչև արդեն որոշակի արդեն կանխատեսություն կահորդվի միջազգային գործընթացները եւ ՄԱԿ-ը կամ հիմնականում ՄԱԿ-ը եւ թե չեմ կարծում որ ՄԱԿ-ին փոխարինող նոր կառույց ձևավորվի, ՄԱԿ-ը կվերականգնի որոշակի բարեփոխումներից հետո կվերականգնի իր բնականոն կենսագործունեության ունը։ Նշում եք, որ Թրամփը միջազգային համախոհությանը ձգտում է այդ համատեքստում եւ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայությունը այդ խորհրդում զուտ խորհրդանշական է, հա, այսպես ասենք Միացյալ Նահանգների գլխավորությամբ հաստատված խաղաղության տրամաբանության մեջ, թե այստեղ Բաքուն եւ Երևանը կարող են ինչ-որ գործնական դերակատարում ունենալ։ Այստեղ ներեցեք ես երբ որ հարցը հնչեցիք ձեր նախորդ հարցի երկրորդ բաղադրիչը բաց էի թողել, դրան փորձեմ պատասխանել։ Տեսեք, բազմաթիվ երկրներ, օրինակ եվրոպական որոշ երկրներ, Ռուսաստան, Չինաստան, որոնց եւս ուղարկվել է մասնակցության հրավեր, բայց նրանք ըստ չեն մասնակցել խորհրդի ընդունմանը, հա, նույն Ֆրանսիայի դիրքորոշումն է հայտնի։ Եվ սա այլենց պայմանավորված է այդ աշխարհակահաղական մրցակցությամբ։ Այսինքն այդ երկրները Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցները, ասենք, գործընկեր կամ գործընկեր մրցակիցները, իրանք շատ լավ հասկանում են այս կառույցի նշանակությունը եւ չեն փորձում մտնել մի կառույցի մեջ, որի գործունեությանը հետագայում իրենց մասնակցությամբ փաստացի լեգիտիմացնել են հաճախ այնպիսի գործողություններ, որոնք կարող են լինել միջազգային իրավունքի խախտումներով, բայց Միացյալ Նահանգների կողմից բերվել եւ փորձանել լեգիտիմացնել այդ կառույցի շրջանակներում։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ պետք է հաշվի առնել։ Հիմա եթե գանք ձեր հարցին, ձեր հարցի պատասխանը հետեւյալն է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը որպես Միացյալ Նահանգների նախագահի կամ գործող վարչակազմի այսպես խաղաղարար գործունեության մասնակից երկրներ նոր որակի համագործակցություն ունեն Միացյալ Նահանգների հետ եւ դրան գումարած իհարկե ուղիղ շահառուն են այն գործունեության, որ ցավոն Միացյալ Նահանգների նախագահը եւ վարչակազմը եւ անցած ամիսների ընթացքում բազմաթիվ նման նախաձեռնությունների հետ կապված իրենց աջակցություն են ցուցաբերել ու չմոռանանք, որ խաղաղության խորհրդի առաջին այսպես գագաթնաժողովի ընթացքում, որը նվիրված էր գազային հրադադարի հաստատմանը, դարձել Հայաստանը եւ Ադրբեջանը հրավիրված են։ Եվ սա է պատճառը, որ ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, այլ այն բոլոր երկրները, որոնք անցած մեկ տարվա ընթացքում տարբեր մակարդակներում մասնակից են եղել կամ որևէ օգուտ են ստացել ամերիկյան վարչակազմի կողմից իրականացած քաղաքականության կամ որ ձգտում է լավ հարաբերություններ հաստատել կամ ավելի խորացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, նրանք ուրեմն այս ուղղությամբ իրենց համագործակցությունը եւ Միացյալ Նահանգների վարչակազմի ցանկացած նախաձեռնություն բնականաբար անպատասխան չեն թողնում եւ փորձում են մասնակից լինել եւ նաեւ իհարկե աջակցել։ Մենք մի կողմից խոսում ենք խաղաղության խորհրդի մասին, Թրամփի այսպես ասած խաղաղարար դերակատարության մասին, մյուս կողմից Թրամփը աչ ու ձախ Իրանին սպառնում է, որ ուր որ այ մի բան կանի, եթե Իրանը, այսպես ասենք, Իրանը շարունակի իր քաղաքականությունը վարել այնպես, ինչպես շարունակում է վարել, ԶԼՄ-ները գրում են, որ իսրայելական կողմը արդեն իսկ ամբողջությամբ նախապատրաստական աշխատանքներն ավարտել է Իրանին հնարավոր հարվածի մասով, ինչպես նաև ամերիկյան ավիակիրների եւ այլնի տեղափոխում է Մերձավոր Արևելքի ջրեր եւ այլն, հա։ Եթե հենվում ենք այս տեղեկությունների ճշմարտացիության վրա, ապա եզրակացությունը ո՞րն է, որ այնուամենայնիվ Թեհրանի ուղղությամբ հարձակում լինելու է։ Չի բացառվում։ Ես միշտ եմ ասել, ուզում ձեր եթերում էլ կրկնեմ, տեսեք, ինչու այդ հարձակումն ավելի վաղ չեղավ։ Այսինքն դեկտեմբերից հետո, երբ որ դեկտեմբերի վերջից, երբ որ Իրանում մեկնարկել են այդ բողոքի գործողությունները, պարզապես այդ գործողությունները անկանխատեսելի են ժամանակային առումով, որևէ մեկը չէր կանխատեսել, որ կարող է նման զարգացում լինել եւ պատրաստված չէին, որպեսզի արձագանքեին։
Դրա պատճառով էլ այդ դեկտեմբերի վերջին հունվարի սկզբին կոնկրետ գործողություն տեղի չունեցավ, սա ֆիքսինգ, բայց քանի որ այդ գործողությունը Իրանի դեմ ինքը թե Միացյալ Նահանգների եւ բայց հատկապես Իսրայելի անվտանգային եւ տարածաշրջանային քաղաքականության օրակարգում է, միանշանակ դա կանխատեսելի է։ Եվ քանի որ չնայած արկա տեղեկատվության համաձայն Իրանում կարծես թե Իրանի իշխանություններին հաջողվել է անդարտեցնել իրավիճակը, բայց որևէ ինք չկա, հատկապես հաշվի առնելով են, որ հիմնական խնդիրները, որոնց հիման վրա կամ որոնց ազդեցության վերջին ցույցերն են, դրանք շարունակում են պահպանվել, դրան գումարած այլ խնդիրները, վերջին կիրառված բռնությունները, դրան գումարած նոր պատժամիջոցներ, այսինքն ամեն առումով կանխատեսել է, որ Իրանում նոր բողոքի գործողություններ կարող են լինել եւ դրանք կարելի է նաեւ հրահրել։ Հետևաբար կարծում եմ, որ Միացյալ Նահանգները դրան են պատրաստվում, որ այս անգամ ավելի պատրաստ լինեն նման զարգացումների եւ փորձեն ավելի արագորեն ներգրավել, որպեսզի արագ խնդիր լուծել, այլ ոչ թե ներգրավել մի process-ի մեջ անպատրաստից, որը ժամանակ կխլի, ռեսուրսներ կխլի, մանավանդ այն դեպքում, երբ որ այս բանը Միացյալ Նահանգները իր համար շատ ավելի կենսական կարևոր խնդիրներ է փորձում լուծել։ Հիմա բայց այստեղ մյուս կարևոր կողմն է ուզում նշել այս հարցի, դիցուք վերցնենք, տեսեք Իրանի դեմ գործողությունը, որը գուցե Միացյալ Նահանգները եւ հիպոթետիկ սցենար են կան դիտարկում, որ ենթադրենք Իրանում էլի միջամտության հնարավորություն է առաջացել եւ Միացյալ Նահանգները որոշել է միջամտել։ Եվ որպեսզի միջամտի ինքն էլ այդ ավելի լայն համախոհություն ստանալու համար փորձում է ուրեմն այդ հարցը բերել եւ քննարկել խաղաղության խորհրդում։ Տեսեք ինչ խնդրահարույց եւ բարդ իրավիճակ է առաջանում, ընդ որում ոչ միայն Հայաստանի համար, ոչ միայն Ադրբեջանի համար, այլ բազմաթիվ այլ երկրների, դիցուք օրինակ Պարսից ծոցի արաբական երկրներ, Թուրքիա եւ այլն, որոնք որոշակի դրացիական հարաբերություններ ունեն ուրեմն Իրանի հետ եւ հակված են նրան, որպեսզի Իրանում իրավիճակը չապակայունանա եւ հատկապես Իսրայելի ազդեցությունը ավելի չմեծանա տարածաշրջանում։ Այնպես որ այս խաղաղության խորհուրդը ճիշտ է ինքը հասկանալի ձևաչափ է Միացյալ Նահանգների կողմից նախաձեռնված, բայց միևնույն ժամանակ կարող են առաջանալ իրավիճակներ, որոնց դեպքում իհարկե խնդրահարույց է լինելու այդ ձևաչափում ներգրավության հարցը, բայց միևնույն ժամանակ էլ այլընտրանք էլ չկա, որովհետև Միացյալ Նահանգները մեր կարևորագույն գործընկերն է այս պահին, հատկապես տնտեսական թրիփ նախագծի առումը որոշակի առում եւ այստեղ շատ խնդրահարույց կներ, եթե Հայաստանը ոչ միայն Հայաստանը կրկնում, այլ Ադրբեջանը, այլ մյուս երկրներ իրեն հրաժարվեն Աջակցի նախաձեռնությանը։ Երկու հարց այդ համատեքստում, պարոն Պետրոսյան, նախ առաջինը դուք նշեցիք, որ խնդրահարույց բարդ իրավիճակ է ստեղծվում Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրների, այդ թվում եւ Հայաստանի համար, Միացյալ Նահանգների այսպես ասենք ներազդեցությունը Իրանում պատկերացնում ենք կետային հարվածների եւ ինչ որ խնդիրներ լուծելու տրամաբանության մեջ, թե դրանք լինելու են այնպիսի գործողություններ, որոնք պետք է բերեն Իրանում առնվազն ռեժիմի հնարավոր փոփոխությանը կամ դիրքերի ընդգծված թուլացմանը։ Այդ կետային հարվածները, որոնք խորքային խնդիր չեն լուծելու, չեմ կարծում, որ դեռևս հունվարի ընթացքում հնարավոր չէր իրականացնել, դա հնարավոր է, բայց դա հիմնական խնդիրը չէր լուծելու։ Դա է պատճառը, որ կարծում այդ ժամանակ տեղի չունեցավ։ Այսինքն հիմնական խնդիրը Միացյալ Նահանգների համար, Իսրայելի համար այն է, որպեսզի գործողությունը լինի կանխատեսելի եւ դրա վերջնարդյունքը լինի կանխատեսելի։ Այս պարագայում, եթե մենք դիտարկում ենք, դա պետք է լինի կարճաժամկետ գործողություն, դրա արդյունքները պետք է լինեն մաքսիմալ չափելի եւ դրա հետևանքները պետք է լինեն մաքսիմալ նվազ խնդրահարույց
թե Իրանի համար եւ թե Իրանի հարևանների համար, որտեղ սրանք են եղել են պատճառները, որի պատճառով հունվարին այդ գործողությունը տեղի չի ունեցել, եմ ասում, Միացյալ Նահանգները ներկա ռեսուրսներով եւ ներկայությամբ տարածաշրջանում այդ ձեր ասած կետային հարվածներ կարող էր անել։ Քանի որ նշվածը սցենարը իրենց օրակարգում չկար եւ այդ չափելի քայլերը չկար, դրա համար այդ գործողություն չէ։ Հիմա այնպես չի ռազմական ներուժը մերձավոր արևելքում ավելացնելով պատրաստ այլուցել ոչ, պարզապես այսպես նախապատրաստական այլն է իրականացնում, գործողություններն է իրականացնում, լուգայարաբար նախապատրաստում է այդ գործողությունները կարող է արդեն հնարության դեպքում գնալ վերջնարդյունքի, իսկ վերջնարդյունքը ինչպես վարչակարգի փոփոխություն է, կրոնական վարչակարգի փոփոխություն է, բայց չափելի առետության շրջանակում եւ տրամաբանության մեջ, որպեսզի իմանան լավ այսօր ինչպես են լուծում խնդիրը, խնդրի լուծումից հետո հաջորդ օրը ինչ մավերներ են առաջանալու Իրանի համար եւ ինչպես են դրանք լուծվելու։ Եթե այս հարցերի պատասխանը լինի, կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կգնա այդ քայլին։ Եվ պարոն Պետրոսյան, օրերս հրապարակվեց Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության 2026 թվականի մեր երկրի նկատմամբ հնարավոր ռիսկերի մտահոգությունների զեկույցը, որտեղ ընդգծվում էր, որ Ադրբեջանից հարձակման ռիսկերի այդ մտավախությունները բավականին նվազեն, որպես այդպեսին չկան։ Մտահոգություններ միաժամանակ հայտնվում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հա։ Հիմա եթե առաջնորդվում ենք այն սցենարով, որ այնուամենայնիվ ԱՄՆ-ն կգնա ուժային միջամտության Իրանում, ապա սա մեծացնելու է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր սպառնալիքների ռիսկը։ Կարծում եմ ոչ, եթե այդ իմ նշած սցենարով գնա, այսինքն Միացյալ Նահանգները հստակ պատրաստի լուծումների տարբերակներ ունենալով գնա եւ գործողությունը բավականաչափ գրագետ կերպով կազմակերպված, հաշվարկված եւ նաեւ արդեն վարչակարգի տապալումից հետո հնարավոր սցենարի դեպքում իհարկե արկա լուծումներով գնա եւ դրանից հետո կարողանա կառավարել իրավիճակը, ապա կարծում եմ, որ նման հարձակման հնարավորություն չի լինի, բայց այսպես ասեմ ձեզ, Այս շատ կարևոր, հիմա միգուցե այնքան էլ ճիշտ չէ, որ մենք ամենայն մանրամասնությամբ այս հարցը քննարկում ենք, հաշվի առնելով Իրանի զգայունությունները, բայց Իրանի դեմ հնարավոր գործողությունը պետք է հաշվի առնել, որ ինքը առնվազն առաջիկա 3 տարիներում լինելու է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի տարածաշրջանային քաղաքականության օրակարգում, եւ դրա տարբեր սցենարներին պետք է պատրաստ լինել։ Տվյալ դեպքում կոնկրետ քանի դեռ Թրամփի վարչակազմն է եւ քանի դեռ Միացյալ Նահանգները կարողանում է նաեւ ապահովելի ներկայացնել մեր տարածաշրջանում, այս պարագայում չեմ կարծում Ադրբեջանը կգնա ռազմական էսկալացիայի։ Միակ հնարավորությունը այն է, երբ որ ռազմական էսկալացիա, երբ որ տարածաշրջանում սկսվի մեծ տարածաշրջանային պատերազմ, այդ դեպքում բնականաբար արդեն չի կարելի բացառել, որ Ադրբեջանը եւս գործողություն կիրականացնի ոչ միայն Հայաստանի, այլև ինչ ոչ նաեւ Իրանի դեմ։ Իսկ սա այն սցենարն է, երբ որ փաստացի արդեն գնում ենք տարածաշրջանային եւ մեր համաշխարհային պատերազմի տարբերակով, սա արդեն ամենապատ եւ գլոբալ սցենարն է, երբ որ որևէ պարտավորություն չի աշխատում, որտեղ կա նախաստորագրված համաձայնագիր խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կա Միացյալ Նահանգների ներկայություն, իդեմս թրիփ նախագծի սկսվում է տարածաշրջանային մեծ պատերազմ, նշանակում է, որ այդ պայմանավորվածները չեն աշխատում եւ ըստ էության հնարավորություններ են ընձեռվում այն դերակատարներին, որոնք ունակ են զենքի միջոցով իրենց դիրքերն ավելի ռազմական եղանակ իրենց դիրքերն ավելի ամրապնդելու գնալ այդ ճանապարհով։ Բայց սա կրկնում վատառագույն սցենարն է եւ հենց
Նաև այս սցենարից խուսափում են Միացյալ Նահանգները, որը ոչ միայն Միացյալ Նահանգներն, այլ տարածաշրջանի երկրները, որոնց պահանջով այդ գործողությունը հունվարի սկզբին տեղի ունեցավ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն էր։